Քրիստոսի առաջին գալուստը մեր փրկության համար եղավ։ Քրիստոս եկավ, որպիսի ընկած մարդուն, մեղավոր մարդուն, Աստծուց վտարված, Աստծուց հեռացված, արտաքսված մարդուն վերադարձնի Աստծո մոտ, որպիսի մարդ արարածը մեղանչական վիճակից արդարանա։ Առաջին գալուստը սրա համար էր։ Երկրորդ գալուստը այս ամեն ինչի վերջակետը դնելու համար է, դատաստանի համար է։ Քրիստոս պիտի գա, որ տեսնի իր առաջին գալուստը ինչ արդյունք տվեց։ Պիտի բոլորին հավաքի իր առաջ, ինչպես ասում է Սուրբ Ավետարանը, եւ պիտի դատի։ Ովքեր պիտի արժանանան այդ օրը երկնքի արքայության եւ ովքեր պիտի արժանանան հավիտենական դատապարտության, դժոխքի տանջանքի։ Երկրորդ գալուստը սրա համար պիտի լինի։ Այսինքն առաջին գալստյան ժամանակ Քրիստոսն եկավ որպես ողորմած, գթած, մարդասեր փրկիչ, այդպես էլ ասած հրեշտակը ասեց նրա անունը, որ պիտի ծնվի, կդնեք Հիսուս, որ նշանակում է փրկիչ, որովհետև նա մարդկությանը պիտի փրկի իր մեղքերից։ Երկրորդ գալստյան ժամանակ պիտի գա որպես հզոր, ահեղ, թագավոր, Աստված, որպես դատավոր պիտի գա, դատելու ողջերին ու մեռածներին։ Քրիստոսն եկավ, որպեսզի մեզ փրկի։ Քրիստոսն եկավ, որպեսզի աշխարհը փրկի։ Քրիստոս եկավ, որպեսզի մարդկությանը փրկի։ Հիմա մենք մի պահ կանգ առնենք եւ մտածենք։ Մենք որ այդքան հետաքրքրվում ենք, հետաքրքիր է երբ է լինելու, ոնց է լինելու, երբ կգա Քրիստոս։ Մենք այդ փրկության մեջ մտել ենք։ Մենք պատրաստվել ենք դրան, որ հիմա Քրիստոս գար, մենք ինչ կլինենք։ Կփրկվենք, թե կդատապարտվենք։ Այս հարցը շատ կարևոր է, եւ մենք սրա մասին պիտի մտածենք առավել։ Այսինքն մենք ամեն օր պիտի մտածենք Քրիստոսի գալուստը, Քրիստոսի չարչարանքները, Քրիստոսի մահը, Քրիստոսի պատարագը, որ պատարագվեց խաչի վրա, իմ կյանքում ինչ տեղ ունի։ Ես իմ կյանքը այդ իրողությունների մեջ եմ ապրում, թե այդ ասում եմ լավ է, մի օր ես դրան կանրադառնամ եւ այսօր ես իմ կյանքը ապրում եմ ուրիշ իրողությունների մեջ, այս աշխարհի իրողությունների մեջ, այն ամեն ինչի մեջ, ինչու աշխարհը մարդուն տանում է այդ ամեն ինչից։